Փարիերեգո սիրելի հերոստատներ, անոնց Ապոչապարյան, հadouk շնորհակալություն գայտնեմ AMJ ստուդիոյի ղեկավարության հանցինս Էդվարդ Քալաջյանին եւ Գարինե Գեբենյանին, որ իրենք այս սուղ ժամանակի եւ գար ժամանակի ընթացքին կարողացան այս տեխնիկ դժվարությունը հաղթահարել եւ օգնել, որ իրականացնենք այս շաբթվա էքստրա հաղորդումը հերոստազրույցը, որ պիտի գայանա Քրիստինե Վարդանյանի հետ Երևանի քաղաքի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամուի։ Ուրեմն դիգին Քրիստինե, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար, հատկապես այս խաչմերուգային այս մարդահրավերներով լեցուն ժամանակներուն։ Լսում եք Դիգին Քրիստինե։ Իհարկե, լսում եմ։ Այո։ Ես ողջունում եմ բոլորիդ, ձեզ եւ ձեր ամբողջ թիմին։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ վստահ եմ, որ շատ հետաքրքիր զրույց տեղի կունենա։ Այո, նույնպես ես վստահ եմ։ Ուրեմն վերջերս բավականին խդացված ներքաղաքական աշխույժ կյանքը սկսած է Հայաստանի մեջ եւ այդ հանրային բանավեճը կամ երկխոսությունը գվերապերի այն զնյալ իրավունքին, որ հայկական պետականությունը ունի իշարս ազատ աշխարհի պետություններուն, որ որևէ ցանկացած ինքնիշխան անկախ ժողովրդավարական պետություն զնյալ իրավունք ունի diversify, այսինքն բազմազան դարձնելու իր արտաքին զինակցությունները եւ ըստ երևույթին գարկմը քաղաքական ուժեր հատկապես հին ռեժիմական ռսաստրուկ հին ռեժիմականները հանցինս բարոն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ ամենահետաքրքիրը իբրև թե գրոնական, իբրև թե հոգևորական տասի ղեկավար լալու փոխարեն բարոն Գդրիչ Ներսեսյանը, որ իր հերթին 1999-ին 27 հոկտեմբերի այդ չարակուշակ օրը արևանքեց ամենան հայոց կաթողիկոսության Սուրբ Աթոռը եւ շատերու համար հիմա արդեն ծանոթ է որպես չկաթողիկոս, ինչ է ծեր գարձիկը այս աղմուկին, որ սկսած է ինքը բարձրացնել վերջերս։ Շնորհակալ եմ հարցի համար, իրականում շատ կարևոր հարցադրում եք անում, որը հատկապես վերջին մի քանի օրերը շատ թեժ է մեր երկրում, թեժ քննարկումներ, բանավեճեր, բայց որպեսզի մեր հետագա զրույցը զարգացումը ճիշտ լինի, ես ուզում եմ ձեզ ասել հետևյալը, եւ իհարկե բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ դիտելու են եւ լսելու, որ պետությունը չի դուրս եկել կամ իշխող կուսակցությունը չի դուրս եկել կամ վարչապետը դուրս չի եկել եկեղեցու դեմ, ինչպես այս ամբողջ աղմուկը, այդ նշած ուժերը փորձում են այլ ուղղությամբ տանել, այլ հստակ մարդկանց հստակ հարցադրումներ է անում երկրի ղեկավարը, բայց մինչև եկեղեցական այս թեմաներին անցնելը ես ձեզ ուզում եմ ասել մի բան, որ շատ դարեր, տարիներ Հայաստանի Հանրապետությունը զրկված է եղել անկախությունից եւ տարբեր կայսրությունների ենթակայության տակ է եղել։ Հայաստանի ճակատագիրը տարբեր դարերում, տարբեր ժամանակաշրջաններում հենց այդ կայսրություններն են որոշել, թե ինչպես պետք է ապրենք, ում հավատանք, ինչ անենք, ինչպես շարժվենք, ինչպես մտածենք, նույնիսկ մտածելակերպը, խոսույթը, այդ ամեն ինչը արտաքին ուժերի կողմից թելադրված, պարտադրված է եղել եւ ցավալի ասել, բայց մենք դա չենք էլ գիտակցել, մեր նախնիները չեն գիտակցել այդ ամեն ինչը որդեգրել եւ այդպես շարունակել են սերնդեսերունդ ժառանգել են եւ վերջինը ինչ որ մեզ ժառանգել են, դա այն է եղել, որ առանց Ռուսաստանի, առանց ռուսական կայսրության Հայաստանը չի կարող գոյատևել, չի կարող ապրել, Հայաստանը շատ փոքր է, ոչ մի բան է,
այս մեծ աշխարհում եւ միակ ռուսն է մեր բարեկամը, մեր եղբայրը, մեր մեծ հայրը, որ կարող է մեզ պաշտպանել եւ այդպիսի գիտակցությամբ մենք շարժվել ենք առաջ, ինձանից առաջ սերունդը, մեր սերունդը որոշ ժամանակահատված, այսինքն մենք այդ գիտակցությամբ ենք առաջնորդվել եւ առաջ գնացել, որը շատ է թույլատրել Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության ամեն ինչ, բոլոր ինստիտուտները, մտածելակերպը եւ իհարկե այդ մտածելակերպը վերջին 30 տարիների ընթացքում շատ ավելի է խորացրել եւ խորացրել են այն մարդիկ, ում անունները որ դուք տվեցիք, մարդիկ, ովքեր ամեն ինչ արել են մինչև օրս, մարդիկ, ովքեր ծառայում են արտաքին ուժերին, բայց ոչ Հայաստանի Հանրապետությանը։ Նրանց խոսույթում, եթե ուշադրություն դարձնեք, Հայաստանի Հանրապետություն բառակապակցությունն էլ չկա, այլ կա միշտ Հայաստան, նրանց նպատակն է Հայաստանը տեսնել Միութենական պետության կազմի մեջ, նրանք նույնիսկ դա չեն թաքցնում, տարբեր մակարդակներում դրա մասին խոսում են եւ իհարկե այդ ամեն ինչում նրանց աջակցում է, ինչը ցավալի է, անընդունելի է, ինչը ողբերգություն է մեր համար, հենց հայ առաքելական Սուրբ եկեղեցին զավթած վերնախավը։ Այսինքն մենք գալիս ենք, հասնում ենք այն փուլին, որ այն գիտակցությանը, որ 5-րդ շարասյունը, որը ներդրված է մեր երկրում, բազմաճյուղ է, բոլոր ոլորտներում, այսինքն ցանց է, բոլոր ոլորտներում ունի, ցավալի է նաև Սփյուռքում ունի, բայց հիմա Սփյուռքը թողնենք մի կողմ եւ վերադառնանք Հայաստանի Հանրապետություն, եկեղեցին այլևս չի թաքցնում։ Ես ձեզ եւ այն բոլոր մարդկանց, ովքեր մեզ դիտելու են, լսելու են, ես ուզում եմ այսպիսի մի հարց տամ։ Երբևիցե դուք տեսել եք կամ հիմա 21-րդ դարում երբևիցե լսում ենք այդպիսի բան, որ եկեղեցին միջամտում է պետության գործերի մեջ, եկեղեցին դուրս է եկել պետության դեմ, եկեղեցականները քաղաքական հայտարարություններ են անում, եկեղեցականները ցույցեր են կազմակերպում, ցույցերի են մասնակցում, ու ոչ թե նրանց բառամթերքի մեջ, ոչ թե գրագետ ինչ-որ ընդդիմությանը, ասեմ ընդդիմությանը բնորոշ ինչ-որ խոսույթ է, այլ հայհոյանք, ագրեսիա, վիրավորանք, զմպարտություն, կեղծ, սուտ, ժողովրդի մեջ խուճապ տարածելու, այսինքն այդպիսի էլեմենտներով, այդպիսի քայլերով, գործողություններով ես որ չեմ լսում որևիցե մի երկրում, օրինակ ԱՄՆ-ում եք պատկերացնում եք, որ ձեզ մոտ հոգևոր առաջնորդը եւ ամբողջ նրա շքախումբը Ամերիկայի նախագահի դեմ ինչ-որ քայլեր անի, ցույցեր կազմակերպեն։ Բացարձակապես բացառված է եւ վերջին, ասենք, պատմության մեջ անոր պատմության քաշադեղյակ է գիմանա, որ սա արդեն Քարեքինի եւ հին ռեժիմականների մաֆիան գլանը թերևս գաբրի միջնադարյան քարանցավային հոգեբանության մեջ Եվրոպան այսօրվա Եվրոպան իր հիմքը դրավ 1000 թվականի շուրջ, երբ վերջապես սերբազատվեցավ եկեղեցու բռնադիրությունը եւ անժամանակալ Քարեքինի ըստ երևույթին նախահայրերը այդ քարանցավային սերունդի սերած լալու են, որ ինքը թերևս 21-րդ դարին քարանցավային հոգեբանությամբ կառաջնորդվի եւ ինքը գուզե միջնադար վերադառնալ, մինչ աշխարհը քարասմփակ 21-րդ դար արդեն ժամաներ է եւ գշարնակի իր ճանապարհությունը թեպի քերարթիական ժամանակներ։ Ըստ երևույթին Քարեքին բն պետք է ուշքի եւ իր բացթողումները ընդունի եւ բարոն Փաշինյանի, վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները ես հետեւյալ կերպ կհասկանամ։ Ցանկացած քաղաքագիր աշխարհի, ցանկացած պետություն բարդավոր է իր քաղաքացիներուն պաշտպանել
ցանկացած հասարակական գրոնական մենադիրության նկրդումներ ցուցաբերող մաֆիաները օրինակի համար վերջին դասնամյակներին Ամերիկայի մեջ երբ կաթողիկ եկեղեցու գարկմը ներկայացուցիչներ չարաշահելով իրենց գրոնական թիրքերը պաշտոնները մանկապացությամբ սպառված էին եւ Ամերիկայի պետությունը բարդաթիր պաշտպանեց քաղաքացին ընդեմ եկեղեցու ձախածածկույթի դակ քրեական կյանքով առաջնորդվող կաթողիկ այն մոլորած դարերին եւ քաղաքացին իրոք իր իրավունքին դիրացավ հիմա նույնն եթե մեր ժողովուրդը ամբողջ աշխարհի հայությունը հայրենի եւ արտերկրի ժողովուրդով եթե գեդաբնթե քաղաքագիր աշխարհի անդամ լիակատար անդամ դառնալու իրավունքը ապա ուրեմն Հայաստանի կառավարությունը կապ չունի թե որ գուսակցության որ իշխող գուսակցության հագագշտի դակ է բարդավոր է պաշտպանելու սեփական քաղաքացին ընդեմ այս բարակային Կարեկինի գլանին որ ինքը եկած եւ փռնազավտած է Հայաստանյաց արաքելական եկեղեցին Ես ուզում եմ որ յուրաքանչյուր ոք ով մեծ լսում է գիտակցի մի բան որ պետությունից առավել ոչինչ գոյություն չունի պետություն ունենալուց թանկ բան գոյություն չունի պետություն ունենալու անկախ ինքնիշխան պետություն ունենալու համար իմ որդին է կամավոր կռվել եւ ինձ նման շատ մայրերի հայրերի որդիներ են գնացել կռվել զոհվել վիրավորվել հաշմանդամ դառել եւ վերադարձել ես ուզում եմ որ յուրաքանչյուր մարդ հասկանա որ սա ոչ թե եկեղեցու դեմ է կռիվ այլ պայքար է եկեղեցին սրբապիղծ եկեղեցին զավթած գործակալներից KGB-ի գործակալներից ովքեր ապրում են վայելում են բոլոր հաճույքները բոլոր շքեղությունները ամեն ինչից օգտվում են ամեն ինչ անում են բացի բուն նպատակից ծառայել ժողովրդին ծառայել հավատացյալ ժողովրդին ծառայել եկեղեցուն 44-օրյա պատերազմից հետո ես շատ հարյուրավոր ընտանիքներ եմ գնացել զոհվածների եւ վիրավորների շատերի հետ եմ շփվել եւ նրանց հետ զրույցների ընթացքում բոլորը ասել են միամուռ որ երբևիցե որևէ եկեղեցական երբևիցե կաթողիկոսը ոչ մեկի տուն չի մտել ոչ մեկին ինչ որ չի սփոփել ոչ մեկի ցավը գուցե ենթադրենք ինչ որ 1-2 բացառություններ կան բայց դա ամբողջը չէ ոչ մի բանով չի օժանդակել պետությանը ոչ մի հարցում ձեռք չի մեկնել պետությանը ոչ մի ինչ որ մենք այդքան գերիներ ունեինք չի օգտագործել Գարեգինը իր հեղինակությունը իր կապերը իր ծանոթությունը գոնե մեկ գերի վերադարձնելու համար չի ասել գիտեք ինչ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանություն մեր երկիրը վտանգի առջև է կանգնած այն բոլոր տարաձայնությունները ինչ որ մենք ունենք դնենք մի կողմ միմյանց կարող ենք մենք ատել չսիրել դա էլ դնենք մի կողմ բայց եկեք խելքի տանք եւ իշա Հայաստանի Հանրապետության անենք մեր քայլերը ընդհակառակը նրանց բոլոր աղոթքներում եթե դա աղոթք կարելի է ասել բոլոր պատարակների ժամանակ խոսույթներում ամեն ինչում նրանք խոսել են իդեմ Հայաստանի Հանրապետության, որովհետև այս մարդիկ որքան էլ խոսում են հայրենիքից, որքան էլ խոսում են պետությունից, որքան էլ տարբեր ինչ-որ մտքեր են արտահայտում, բայց հիմնական նրանց նպատակը Հայաստանը գաղութացնելն է։ Հիմնական նրանց նպատակը Հայաստանը օբլաստի կամ գուբերնիայի կարգավիճակում տեսնել գուցե եւ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին գուբերնատորի կարգավիճակում տեսնել կարգել բայց ոչ մի նրանց խոսույթը ոչ մի քայլը ուղղված չի դեպի ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դուք կհիշեք անցյալ տարի Բագրատ Գալստանյանը
քաղաքացի Բագրատ Գալստանյանը, ես նրան սրբազան չեմ ասում, երբ որ մեր երկրում Տավուշից սկսեց սահմանազատում ու սահմանագծումը, որը իդեպ շատ կարևոր բան էր, գետնի վրա հստակ ուրվագծվում էր մեր երկրի պետական սահմանը, դուք կհիշեք, թե նա ինչպիսի ցույցեր էր անում, ինչպիսի խուճապ, ինչպիսի սուտ բաներ էր տարածում, ինչպիսի հոգեբանական ճնշում էր գործադրում մարդկանց վրա, մարդիկ նույնիսկ չէին էլ պատկերացնում ինչի մասին է խոսքը, այսինքն այնքան կեղծ fake էջերով, այնքան կեղծ ինֆորմացիա են տարածում, սկսեց Տավուշից մինչև Երևան եկավ հասավ եւ մարավ նրա շարժումը, որովհետեւ մի փուլի, մի պահի մարդիկ հասկացան, որ նրա հետևում նույն չար ուժերն են կանգնած, նույն դաշնակներն են կանգնած, ովքեր 130 տարի միայն ի վնաս Հայաստանի են աշխատում, ի վնաս Հայաստանի են գործում, այն պահին, երբ որ դաշնակները ասում են, որ փորձում են Հայաստանի համար ինչ-որ լավ բան անել, այդ պահին մենք ինչ-որ մի մասնիկ մեր հայրենիքից կորցնում ենք։ Արցախը դրա վառ ապացույցն է, որքան էլ մեր իշխանությանը դավաճան ասեն, որքան էլ վարչապետ Փաշինյանին փորձեն ինչ-որ բաներում մեղադրել, բայց փաստը այնքան ակնհայտ է, որ Արցախը մեկ ստորագրությամբ Եվլախում նրանք լուծարեցին, հանձնեցին Արցախը եւ Արցախահայությունը բռնի տեղահանման ճանապարհը։ Սփյուռքահայերի մոտ գա հստակ ցևավորված գարձիկ, որ նույնիսկ 2020-ի աշնան 44 օրյա հագահայ դերորիստական լայնածավալ հարձակումը նախապատրաստված էր նույնիսկ Պուտինի, Ադրբեջանի, Թուրքիայի, Դաիշի, Պակիստանի եւ այլ ժողտական ուժերի կողմէ հadouk այն նպատակով, որ այս բատմական արիթը չագերդյալ իարգե Գրեմլը օգտագործե, որ Հայաստանի նորակույն հեղափոխության արդիվ բռնած ճանապարհը շեղվի եւ Հայաստանը չկարողանա իրականացնել ինքնիշխանության, անկախության եւ պաշտպանության եւ նաեւ տնտեսության ու ժողովրդավարության հզորացման գործընթացը։ Նրան հաջորդեց կանխամտածված 2022-ի Արցախի շրջափակումը, այդալ ըստ երևույթին ցաղողության մատնվավ եւ չկարողացան բռնի իշխանապողություն իրականացնել եւ ռևանշիզմ իրականացնել եւ որ այդալ չիրականացավ անոր հաջորդեց ջերմուգի հարձակումը եւ շատերիս արդեն հայտնի է ինչպես որ մեր բարսկահայ ընկերուները գսեն խո հայությունը հատկապես ամերիկայությունը եւ ընդհանրապես սփյուռքահայությունը էշի ականջին չեն քնած ուրեմն ռուս սահմանաբահ ուժերը թադարգեցին եւ իրենց դեղը դրամատվեցին ազերի բռնազավթիչ ուժերին այն հույսով որ այդ էպիզոդնալ այդ սցենարնալ կրնա հաջողիր կարողանար հաջողել եւ իրենք իշխանապողություն իրականացեն ադա ցախողվավ իսկ 2020-ի սեպտեմբերին արդեն ամբողջ Արցախի հայաթափումը գազམ་ակերպեցավ եւ մեր զրուցակիցներուն չախշախից մեծամասնությունը գիտակից է որ ռուսական սցենարը որ ադա ցախողվավ հիմա Or chansnir որ USA Armenian Life անգլերենով եւ հայկյան շաբաթաթերթ հայերենով հրատարակվող Տբաքիր եւ Արցանց շաբաթաթերթերի անձնագազմը օրական համախառն առնվազն 100 հոգի հետ կզրուցենք եւ այդ զրույցներու ընթացքին շատ հստակ փանացեվում մգա եւ սրտացավություն մգա համադարած սրտացավություն մգա ծեր գարձիկով դիգին Քրիստինե Ինչն է այն ճանապարհային քարտեզը, երբ մեր pedagogian պիտի առաջնորդե 2026-ի խորհրդարանական ընտրություններու արդիվ ընդհանրապես վերացնել այս գերծ ընդդիմությունը, որ ընդդիմությունը զատ ամեն բանի գլմանի, թավաճանական քրեա կորձ հանցախումբ, որ ինչ որ մի կերպ ընտրագաշարքներով կարողացած է մուտք գործել
Հայաստանի ազգային ժողովեններս։ Որն է այն ճանապարհային քարտեզը, երբ մեր ժողովուրդը, հայրենի ժողովուրդը եւ արտերկրի ժողովուրդը վերջապես խորհուրդ շունչ մը կաշե եւ մենք կունենանք առողջ կառավարություն, հանցինս ասենք հաղթանակած իշխող գուսակցության, ով որ պիտի հաղթանակի 2026-ին եւ միևնույն ժամանակ հավատարիմ ընդդիմություն, որ իսկապես նվիրված է պետականության զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը եւ տնտեսության, ինչպես նաեւ պաշտպանության անկախությանը եւ նաեւ չմոռանանք ազատ աշխարհի հայության չաղճաղիչ մեծամասնությունը արդարացի երբով գագնգալ է, որ Հայաստանը իր արտաքին զինակցությունները բազմազան դարձնե եւ այդ կոնտեքստի մեջ Եվրոմիության հետ ինտեգրացումը իրականացվի եւ սա Հայաստանի ձնյալ իրավունքն է, ինչն է այն ճանապարհային քարտեզը, որ դուք գագնգալ եք, որ մեր հայրենի ժողովուրդը համախմբվածությամբ թեգուզ իրար հետ ատկանալ սեր չլան, ասենք ասկասեր պետականասեր խմբավորումները, գուսակցությունները, բայց բոլորին ալ մտածելիությունը մեկը լա, որ ամեն կերպ այս ռուսաստրուկները քաղաքական դաշտեն վերանան, չկվեն մեր երկրեն եւ առանց թալանածը վերադարձնելու անպայման որ թադվին եւ օրենքի դիմաց պատասխանատվության ենթարկվին։ Որն է այդ ճանապարհային քարտեզը։ Ես ուզում եմ շնորհակալություն հարցի համար, իրականում շատ կարևոր հարցադրում եք անում։ Ես ուզում եմ մի քիչ հեռվից գալ, այսինքն այն սկզբից ինչ որ դուք ասացիք Արցախի վերաբերյալ, Արցախի խնդիրը ձեր նշած երկրի կողմից ստեղծված է եղել ինչպես այսպես սուր, հա, Հայաստանի Հանրապետության վրա, որ կոպիտ գուցե կհնչի ասածս, բայց որպեսզի Ռուսաստանը Թուրքիայի հետ կարողանա առևտուր անի։ Այսինքն ինքը տարիներ շարունակ Թուրքիայի հետ առևտուր է արել Արցախի վերաբերյալ, իսկ իր կողմից Հայաստանում ներդրված մարդիկ արցախահայությանը օգտագործել են Հայաստանում իշխանությունը զավթելու համար, Հայաստանում այդ ցույցերը կազմակերպելու համար, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովրդի ճնշող մեծամասնությունը այնքան լավ է ճանաչում Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, օր չկա, որ բացահայտում չլինի, թե նրանց օրոք եւ նրանք ինչպիսի թալան են արել, ինչպիսի միայն Երևանում աննկարագրելի մասշտաբի թալան են արել, բայց կարծում եմ դրա մասին մենք կարող ենք հաջորդ անգամ խոսել հենց Երևանի մասին եւ Արցախը նրանց համար հայրենիք չի եղել, նրանց համար զուտ եղել է Արցախի վրա Արցախ թեման շահարկել Սփյուռքում եւ Արցախի վրա փողեր հավաքել, իհարկե դառնալ միլիարդատերեր։ Որն է մեր ճանապարհային քարտեզը, խաղաղությունը, իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ամբողջ աշխարհին մեր կառավարող ուժը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ներկայացնում է, խոսում է խաղաղության մասին, խոսում է իրական ժողովրդի հետ խոսում ենք մենք իրական Հայաստանի Հանրապետության գաղափարախոսության մասին։ Ես պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե ոչ մի ժամանակահատվածում այսքան անկախ եւ այսքան ինքնիշխան չի եղել, որքան հիմա է։ Մեր կառավարությունը, մեր թիմը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մեր ղեկավարը որքան էլ մեղադրում են արևմտամետ լինելու, ռուսամետ լինելու, չգիտեմ թուրքամետ լինելու, էլ չգիտեմ ինչա մետության մեջ ասես մեզ փորձում են մեղադրել, բայց մենք հայամետ ենք, մեր բոլոր քայլերը, բոլոր գործողությունները, բոլոր խոսույթները, ամեն ինչ միայն Հայաստանի Հանրապետության բարօրության, զարգացման, տնտեսության, կրթության, անվտանգության թեմաների վերաբերյալ է։ Իրական Հայաստանի գաղափարախոսության վերաբերյալ է վարչապետը բազմաթիվ հանդիպումներ ունենում եւ այստեղից ես հիմա մեր հանդիպումից հետո շտապում եմ նման հանդիպմանը վարչապետի հետ կառավարությունում,
որտեղ իրական Հայաստանի, իսկ ինչի մասին է իրական Հայաստանը։ Իրական Հայաստանը նրա մասին է, որ երկրի զարգացման, մարտունակ լինելու, անվտանգ լինելու, 21-րդ դարի առաջատար երկրների կողքին քայլելու, ոտք գցելու միակ իրավունքը, միակ պատասխանատուն դա մեր ժողովուրդն է։ Աշխարհի հայության չաղճաղիչ մեծամասնությունը, չսելու համար բացարձակ մեծամասնությունը գագնգալ է, որ իր հուսախաբությունը, որ Բողբադե մանդատը լիակատար գերբով չիրագործվեցավ, գագնգալ է, որ Բողբադե մանդատը իրագործվի եւ գագնգալ է, որ ապօրինի յուրացումներ կատարողներին ուրեմն պատասխանատվության ենթարկեն եւ բռնականցման օրենքը լիակատար գերբով աշխատի, որովհետեւ այս բարակային եւ սփյուռքայությունը եւ հայրենի հայությունը մեր ժողովուրդը թալանված է այս հին ռեժիմականներու կողմէ եւ ամենացավալին այն է, որ սկսած Ռոբերտ Քոչարյանեն, Սերժ Սարգսյանեն միջև Քարեքին բն իրենց ապօրինի յուրացումով, որ թալանած են մեր սեփական ժողովուրդեն, հիմա ազատ համարձակ կօգտագործեն իրենց թալանածը մեր սեփական ժողովրդին թեմ։ Սա արդեն զայրացուցիչ է եւ իմ բազմաթիվ զրույցներու ընթացքին ես ագանադես եմ մարդիկ փարացի երբով գսեն այլևս համբերության բաժակը հորթած է, այլևս սպասելու ժամանակ չի գա, պետք է ռոբե առաջ, թեգուզ Կրեմլը ամեն տեսակ լարախաղացություններ գնե, սաբոտաժ ընելու Հայաստանի նես թադայրավական համագարքը եւ սաբոտաժ ունելու ընդրությունները, որբեսի հին ռեժիմականները էլի վերաթարնան 2026-ին, մենք շատ լուրջ աշխատանք ունենք կատարելիք եւ իհարկե ես գիտակից եմ, որ 28 րոպեն, որ այսօր մենք պայմանավորվեցինք, այդքան բավարար չէ։ Ես շնորհակալ եմ, որ դուք պատրաստակամություն հայտնեցիք վերաթարնալու եւ այս շատ հրադապ թեմաները միասին քննարկելու եւ գնալու ընթരാճ։ Քանի որ մենք ժամանակի սահմանափակ ունենք, ես ուզում եմ մեր հայրենակիցներին, Սփյուռքում ապրող հայրենակիցներին ասել հետեւյալը. մենք ժառանգել ենք Հայաստան, բայց ոչ պետություն։ Բոլոր օրենքները ուղղակի գրված են եղել, բայց իրականության մեջ գետնի վրա օրենքները չեն աշխատել։ Մենք չենք ունեցել դատական համակարգ, մենք իրավապահ մարմին, այդ ամեն ինչը ֆուտլյար է եղել, հա, կմախք է եղել, բայց մեջը ոչինչ չի եղել։ Այո, համավարակ ենք անցել, պատերազմ ենք անցել, շատ խոչընդոտների միջով ենք մենք անցնում, բայց բոլոր ինստիտուտները աստիճանաբար կայանում են։ Ես համաձայն չեմ, որ նրանք վայելում են, եթե նրանք վայելեին, այսպիսի աղմուկ չէր լինի։ Իսկ դուք տեսնում եք եւ քաղաքային, այսինքն ավականու նիստերի ժամանակ ընդդիմությունը, ով որ Քոչարյանի շահերն է սպասարկում, եւ ազգային ժողովում, եւ հիմա եկեղեցին, այս ամբողջը հենց նրա համար այս մեծ ոռնոցը հենց նրա համար է, որ նրանք ունես զրկվում են, որ նրանց թույլ տեղին ենք մենք կպել, որ օրենքը գործում է եւ նրանցից բռնագանձում են, եթե դուք ամեն օր վարչապետը իր էջում տեղադրում է, թե ինչեր են հետ բերում։ Բռնագանձելուց էլ պետք է վստահ լինես, որովհետեւ տարբեր մարդկանց անուններով են իրենց գույքը արել, իրենց հետ կապվող տարբեր մարդկանց հետ, այսինքն պիտի վստահ լինես, որ հենց ճիշտ բանի հետևից ես գնում, ճիշտ քայլեր ես անում, իսկ այդ ամեն ինչին ժամանակ է պետք։ Ես խնդրում եմ մեր հայրենակիցներին լինեն համբերատար, համակարգը սկսել է աշխատել, մենք դա ամեն օր ենք տեսնում եւ ոնց եկել է Ռոբերտ Քոչարյանը թուրքական սվիտրով, ինքը թուրքական սվիտրով էլ պետք է մնա։ Ոնց Սերժ Սարգսյանը եկել է տարբեր թայ բոթասներով, այդպես էլ նա պետք է հեռանա։ Ոնց Սրբապիղծ Կոճոյանը, Կրճոյանը, չգիտեմ, մնացածները, Գարեգինը, մնացածները ոնց զավթել են մեր Սուրբ Առաքելական եկեղեցին, այդպես էլ նրանք դուրս պետք է շպրտվեն, բայց դա մի հոգու, միայն վարչապետի անելունը չի, դա բոլորինս է, բոլորիս են վնաս տվել, բոլորիս են թալանել, բոլորիս սրբություններն են պղծել,
Դրա համար բոլորը պետք է պետականության շուրջ համախմբվեն, սատարեն իշխանությանը, մեր իշխանության միակ հարստությունը դա ժողովուրդն է, ժողովրդի վստահությունն է, մեր բոլորի հարստությունը ժողովուրդն է, մենք նրանց նման ունեցվածքներ չենք դիզում, չենք թալանում կոռուպցիայի մեջ, չենք թաթախվում, այլ ընդհակառակը կառուցում ենք անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը Երևանից մինչև հեռավոր բոլոր մարզերը, որտեղ որ դուք լինեք, դուք կտեսնեք ինչպիսի շինարարություն է տեղի ունենում, ինչպիսի դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, հիվանդանոցներ եւ պոլիկլինիկաներ են կառուցվում, աշխատատեղեր ստեղծում եւ հազար ու մի շատ լավ բաներ, որոնք փորձում են խլացնել այս հայտնի շրջանակները օտար երկրի շահերը սպասարկող մարդիկ, բայց նրանք այլևս չեն գալու իշխանության իրենց դեմքով, նրանք այլևս անելիք չունեն Հայաստանի Հանրապետությունում, որովհետև ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը երբևիցե այլևս ոչ մի երկրի սապոգի տակ, կոշիկի տակ ծնկած չի լինելու, այլ մեջքը շտկած, ուղիղ կեցվածքով մենք գնում ենք դեպի առաջ։ Շնորհակալ եմ ձեզ, որ պատրաստական եք այն թեմաները, որ չկարողացանք քննարկել, շարունակենք քննարկել, օրինակ համար վերջերս Քարեքինաբաշ Տերայրը հղբացած ելավ հայտարարեց, որ իմ եկեղեցին չեն թողնելու, որ մտնակ, այդ մասին ես ուրախ եմ, որ դուք ասելիք ունեք եւ անշուշտ ինչպես որ չինացիք կսեն 1500 քայլ բանջող ճանապարհությունը կսկսի առաջին քայլով, ուրեմն առաջին քայլը ըստ բազմաթիվ, բազմա 100,000 հայերու կսկսի բողբատե մանդատի առաքընթաց եւ լայնադարած, լայնամասշտաբ կորզաթրումով եւ դա գլա առաջին քայլը եւ նաեւ ցևավորումը առողջ ներքաղաքական դաշտի, ցևավորումը առողջ մեդիա դաշտի, որովհետեւ Հայաստանը հայտնված է ինֆորմացիոն բادرազմի գիզագետում, նաև անշուշտ տնտեսական բادرազմի գիզագետում, բազմամագարտակ, բազմաջակատ բادرազմների գիզագետում, ինչու, որովհետև Հայաստանը դերն ու դիրականն է Եվրասիայի մայր ցամաքի այն միակ հողային գամուրջին, որ կգոչվի Սյունիք, որ Հայաստանը գտարցնե շատ կարևոր աշխարհակաղակական գամուրջը, որ կգաբե հյուսիսը հարավին, սկսած Հնդկաստանեն միջև Եվրոպա եւ արևելքը արևմուտքին։ Այնտեղ շատ սուր բայկարներ գերտան եւ այնտեղ մենք բոլորս միասնապար անելիք ունենք Սյունիքի ազգապնակցությունը, տնտեսությունը եւ քաղաքական հասարակական կյանքը ավելի առողջացնելու, ավելի հզորացնելու։ Այնպես որ շնորհակալ ենք, մինչ նոր հանդիպում կպայմանավորվենք Տիկին Քրիստինե եւ կշարունակենք մեր զրույցը։ Բայց մի վերջին 1 վայրկյանանոց արտահայտություն անեմ։ Սիրով։ Իմ եւ Աստծո միջև միջնորդ պետք չի։ Աստծո տուն գնալու համար իմ առջև ոչ ոք չի կարող այդ դուռը փակել եւ դա ապացուցելու համար շաբաթօրը մենք գնում ենք ուխտագնացություն այն եկեղեցին, որի քահանան շատ սենց ինքնավստահ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին աջակցողների առջև եկեղեցու դուռը փակ է։ Մենք նրան հակառակը կապացուցենք, ոչ մեկ Աստծո դռները մեր առջև չի կարող փակել եւ շատ բարձր տրամադրությամբ մենք շաբաթ օրը մեծ թիմով գնալու ենք ուխտագնացության։ Դա շատ կարևոր թեմա է Տիկին Քրիստինե, որովհետեւ նախկին սովետի տարածքին ցանկացած քրիստոնեական կամ ովևէ գրոնական հաստատություն իրավունք չունի մոնոպոլիայի ենթարկվելու, իսկ քալով Հայաստանի բարակային Հայաստանյաց Արաքելական եկեղեցու օրենսդրությունը հստակ կերպով գնշե ցանկացած Հայաստանյաց Արաքելական եկեղեցու համայնք իրավունք ունի եկեղեցական զուգ կազմակերպելու եւ ընդրովի հոգապարծուների խորհուրդ կազմելու եւ այդ հոգապարծուների խորհուրդը իրավունք ունի իր դերայրին պաշտոնագործելու կամ պաշտոնազրկելու։ Այդ մասին
մենք զրուցելիք ունենք հարաճիգա հանդիպման ժամանակ եւ նաեւ Այո։ քննարկելիք ունենք թե ինչպես պետությունը բարդավոր է քաղաքացիների իրավունքը պաշտպանելու։ Այդ մասին շուտով հետաքային։ Հետաքային։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մինչ նոր Միշտ հանդիպում։ հանդիպում։ Ստեսություն։ Ծրեսություն։